Մետրոպոլիտենի 3 նախկին աշխատակիցների Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի շահերի պաշտպան Քրիստինա Գևորգյանն այսօր դատարանում իր վրդովմունքը հայտնեց դատական գործի վերսկսման կապակցությամբ, պնդելով, որ այդպիսով խախտվում է քննությունն ավարտելու ողջամիտ ժամկետը։ Ավելի վաղ վճիռ կայացնելու նպատակով խորհրդատվական սենյակ հեռացած դատավոր Սիմիզար Հովսեփյանը որոշել էր նոր քննություն սկսել այս գործով։ Աշխատանքային վեճը եւ դրանով խախտվում է ուրեմն իմ վստահությունների ողջամիտ ժամկետներում այս գործի քննության ավարտը։ 1 տարուց ավելի գործազուրկ դարձած մետրոյի նախկին աշխատակիցները վստահ են, աշխատանքից հեռացվել են անցած տարի փետրվարի 11-ի պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ ցույցին մասնակցելուց հետո։ Մետրոյի ղեկավարությունը պնդում է, թե նրանք պարբերաբար թերացել են աշխատանքում։ Պատասխանող կողմի փաստաբան Արտակ Երեմյանը որպես ապացույց դատարանին էր ներկայացրել աշխատանքային մի քանի գրանցամատյաններ, որոնցում ըստ նրա այդ թերացումները արձանագրված են։ Այդուհանդերձ հետաքրքիր է, որ անգամ թերություններով աշխատանքներն ընդունվել են անմիջական ղեկավարի կողմից։ Այս մասին վկայում է վերջինիս ստորագրությունը յուրաքանչյուր գրառման դիմաց։ Իսկ ուր է այսօր այդ աշխատողը, հարցին ի պատասխան մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանն ասաց. շարունակում է աշխատել մետրոպոլիտենում, նույն պաշտոնում։ Երբ որ աշխատավարձ ստանում, դա պարտավոր է կատարի իր վրա դրված պարտականությունները ռեալ։ Իսկ ղեկավարը ինչ պետք է անի։ Նա էլ պետք է հսկի եւ հսկել է ղեկավարը։ Իմ կարծիքով ինքը թույլ է հսկել։ Դրա համար ինքը շարունակում է աշխատել։ Պարտականություն ունի ղեկավարը։ Ինչ անենք, ղեկավարին անենք, հա։ Ինչին անցանեցիք, ինչը ղեկավարին են չանեցիք։ Չէ՞ որ այսօր եթե մենք խոսում ենք ուղևորների վտանգի վերաբերյալ, առաջի հերթին պատասխանատու է նաև ղեկավարը, որը այդ աշխատանքները հսկում է։ Այսինքն ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ինքը ընդհանրապես այնտեղ ստորագրել է եւ դրա դիմաց աշխատավարձ է ստացել։ Չկատարված աշխատանքի պատասխանատուն մեքենավարն է, պնդում է Սամվել Մնացականյանը, այդպես էլ դատավորին չբացատրելով այդ դեպքում ինչ գործառույթ է առհասարակ իրականացնում մեքենավարների աշխատանք վերահսկող անձը։ Այդ դեպքում ինչ են իրան աշխատավարձ տալիս, որ գրի ընդունեց եւ ստորագրի, հա, միայն դրա համար, բայց ինչի համար։ Կազմակերպումը բոլոր աշխատանքները։ Ինչ կազմակերպում այս ձև, այդ Հարկ է նշել, որ աշխատանքային 15 տարիների ընթացքում փորձառու մասնագետները երբևէ գրավոր նկատողություն չեն ստացել։ Թերի աշխատանքի վերաբերյալ միակ ապացույցը այս գրանցամատյաններն են, ուստի դատավորը մետրոպոլիտենի ղեկավարությունից պահանջեց հաջորդ նիստին ներկայացնել բոլոր աշխատանքային գրանցամատյանները, պարզելու դրանցում արձանագրված է գոնե մեկ դիտողություն։ Գոնե մի գրառում, որտեղ գրված լինի, որ այս աշխատանքը թեև արված նշված է, բայց չի կատարվել։ Հասկացել ես, կբերենք, եթե կլի, կլի։ Ուրեմն իրենց կբերենք պատյանները կտեսնենք, Հայցվոր կողմը անհիմն է համարում գրանցամատյանների ուսումնասիրությունը։ Ըստ փաստաբան Քրիստինա Գևորգյանի դրանք կապ չունեն գործի քննության հետ։ Իր վստահորդները աշխատանքից ազատվել են անվստահության հիմքով։ Աշխատանքային օրենսգրքից դրույթներ մեջ բերելով նա պնդեց. նման հիմքով աշխատանքից ազատվում են այն դեպքում, եթե կազմակերպության հետ կապված գաղտնիք է հրապարակվել, պատճառվել է նյութական վնաս կամ եղել է թերացում ուսումնադաստիարակչական աշխատանքներում։ Ըստ փաստաբանի դատարանում համենայն դեպս նշված հիմքերից որևէ մեկը չապացուցվեց։ Ավելի ուշ Ազատության հետ զրույցում փաստաբան Գևորգյանը կարծիք հայտնեց, որ գործը միտումնավոր է ձգձգվում։ Ես դեր գտնում եմ եւ իմ վստահորդները նույն կարծիքի են, որ դա որոշ չափով քաղաքական մոտեցում է դրսևորվում թե դատարանի կողմից եւ թե մետրոպոլիտենի կողմից, որովհետեւ մենք դեր պնդում ենք, որ իրենք աշխատանքից ազատվել են իրենց այդ կൂട്ടակային կենսաթոշակների վերաբերյալ իրենց դժգոհությունը ցուցաբերելու պայմանով։ Դատարանը հաջորդ նիստը նշանակեց 1 ամիս անց, մայիսի 15-ին։